Արդեն մի քանի օր է երկրի ներքաղաքական գլխավոր թեմաներից մեկը Ալիևի հայտարարությունն է Սևանի մասին։ Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն է նրան պատասխանել։ Ասել է, որ ցարական Ռուսաստանի քարտեզներում, որոնց հղում էր անում Ալիևը ու ասում, որ դրանցում Սևան չկա, նաև շատ ավելի հին քարտեզներում Հայաստանի տեղում գրված է Հայաստան, իսկ Ադրբեջանի տեղում Ադրբեջան չկա։ Բայց ըստ Փաշինյանի այս ամենը անիմաստ քննարկումներ են, առավել ևս օգոստոսի 8-ից հետո։ Կամ այն ժամանակաշրջանը, որ Վանաձորի անունը եղել է Կիրովական, իսկ Գանջայի անունը եղել է Կիրովաբադ, ի՞նչ է դա նշանակում։ Եղել է, չէ՞։ Ի՞նչ է դա նշանակում։ Դրանից հետևությունը ի՞նչ է։ Ինձ ընդհանրապես հետաքրքիր չի դա, որովհետև կա 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված եւ նախաստորագրված փաստաթղթերը եւ կա 2024 թվականի սեպտեմբերի երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը։ Այսինքն հիմա ընկնել պատմական բանավեճերի, ես էսա գրած, եւ այդ բոլոր անունները ով ասել, որ այդ անուններն ադրբեջանական են։ Այդ անունները թուրքական են, պարսկական են, արաբական են, մոնղոլական են։ Ես դրա համար նաեւ բանի զանգ բառի օրինակը բերեցի։ Ով ասել, որ դրանք ադրբեջանական են։ Թուրքական են, պարսկական են, արաբական են, մոնղոլական են, տեղ-տեղ էլ կլինեն ռուսական։